Հուլիսի 25-ին ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանն ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը և ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանը։ Ոստիկանության շտաբի պետը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2013-2014 թվականների բարեփոխումների ծրագիրը։ Քննարկվեցին ծրագրային այն միջոցառումները, որոնց իրականացումը համակարգի համար առաջնահերթ ու արդիական է, և դրանց կենսագործումն ու ֆինանսավորումը հնարավոր կլինի միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հավաստիացրին, որ ներկայացված առաջարկները կուսումնասիրվեն և միջոցներ կձեռնարկվեն դրանք համատեղ կենսագործելու ուղղությամբ։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հուլիսի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 11-ը, խարդախության 10-ը, յուրացման 3 և որսագողության 1 դեպքերը բացահայտվել են։ Բացահայտվել է նաև գողության 6 դեպք, նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Արագաչափ սարքերի արձանագրած արագության գերազանցմանը վերաբերող օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի արդեն շաբաթ օրը։ Դրա հետ միասին սպասվում են նաև այլ փոփոխություններ։ Պարզաբանումների համար գնացինք ճանապարհային ոստիկանություն։ Զրույց է ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Խաչատրյանի հետ է։ Հենց նա էլ ներկայացրեց օրենսդրական փոփոխությունների մանրամասները։ Համաձայն կատարված լրացումների և փոփոխությունների սահմանված առավելագույն արագությունը գերազանցելը 1-ից 10 կմ/ժ-ով նախատեսվում է տուգանք յուրաքանչյուր գերազանցած կիլոմետր/ժ-ի համար 1000 դրամի չափով։ 11-ից 30 կմ/ժ-ով սահմանված առավելագույն արագությունը գերազանցելու դեպքում նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 150%-ի չափով, այսինքն 1500 դրամի չափով։ Տվյալ դեպքում օրինակ բերեմ, եթե սահմանված առավելագույն արագությունը կգերազանցվի 30 կմ/ժ-ով, տուգանքի չափը կկազմի 45000 դրամ։ 31 կմ/ժ-ից 50 կմ/ժ սահմանված առավելագույն արագությունը գերազանցելու դեպքում տուգանքի չափը նախատեսված է 100,000 դրամի չափով։ Սույն օրենքը ուժի մեջ կմտնի 2014 թվականի հուլիսի 26-ից։ Բայց արագության գերազանցման պարագայում կան նաև խստացումներ։ Եթե վարորդը թույլատրելի արագությունը գերազանցի 51-ից 80 կմ/ժ-ով, ստիպված կլինի վճարել 200,000 դրամ տուգանք։ Եթե թույլատրելի արագությունը գերազանցվի 81 և ավել կմ/ժ-ով, ապա պարտավոր կլինի իր դրամապանակը թեթևացնել 500,000 դրամով։ Հիշեցնենք, որ նախկինում, օրինակ, եթե թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ արագությամբ երթևեկելու փոխարեն երթևեկեիք 71 կմ/ժ արագությամբ, այդ 1 կիլոմետրի համար ձեր ծանուցման մեջ կնշվեր 10,000 դրամ գումարը, իսկ 81 կմ/ժ-ի դեպքում 30,000 դրամ, 91 կմ/ժ-ի դեպքում 50,000 դրամ և այլն։ Հարկ է փաստել նաև, որ եթե չվճարեք արձանագրված տուգանքը 1 ամիս անց, այն չի կրկնապատկվի, ապա եռապատկվի ու հնգապատկվի։ 1 ամիս չվճարելու դեպքում տուգանքի գումարին կավելանա դրա ընդամենը 25%-ը, 2 ամիս չվճարելու դեպքում 50%-ը։ Այժմ այլ փոփոխությունների մասին։ Գործող օրենսդրության համաձայն պատասխանատվություններ նախատեսում կան գծի պահանջը խախտելու համար 10,000 դրամի չափով։ Ընդունված օրենքով նախատեսվել է տուգանքի չափը փոփոխվել է եւ կազմում է 5000 դրամ։ 124-րդ հոդվածի 26-րդ մասի համաձայն տրանսպորտային միջոցը հետիոտնային անցումների վրա կանգնեցնելը, որը պայմանավորված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի կամ վարորդի առողջական վիճակի հետ, նախատեսվում է տուգանք 20,000 դրամի չափով, ներկայումս ընդունված օրենքով նախատեսվել է տուգանք 15,000 դրամի չափով։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 124 հոդվածում, օրինակ, հոծ գիծը հատելու համար այսուհետ վարորդները կտուգանվեն 10,000 դրամով, իսկ ավտոմեքենա վարելիս ծխողները կտուգանվեն 5,000 դրամով, նախկին 3,000-ի փոխարեն։ Բայց նվազել է տուգանքի չափը հասարակական տրանսպորտի կանգ առնելում կայանելու համար։ Նախկին 10,000-ի փոխարեն ճանապարհային երթևեկության այս կանոնախախտողները կտուգանվեն 5,000 դրամով։
Տուգանքը տուգանքով, իսկ ճանապարհային ոստիկանությունը եւս մեկ անգամ հորդորում է. Հնարավորինս պահպանեն երթևեկության կանոնները, որպեսզի անհրաժեշտություն չլինի օրենքի կիրառման եւ սանկցիաների կիրառման համար։